Այսօր ես եւ Լիլիթը խաղում ենք պահ մտոցի, բայց մի փոքր ուրիշ օրենքներով։ Մեզանից մեկը լինելու է գտնողի կերպարում, իսկ մյուսը չի կարող թաքնվել ինչպես ավանդական պահ մտոցիում, այլ պետք է փոխի իր հագնվելու ոճը, այնպես, որ անգամ մրցակիցը իրեն տեսնելուց չճանաչի։ Մեզանից ով ավելի երկար կմնա չբացահայտված մրցակցի կողմից կդառնա վիդեոյի հաղթողը։ Իսկ մենք խաղում ենք մոլում։ Ուրեմն ժամանակն է եկել որոշելու թե ով է մեզանից առաջինը թաքնվում, իսկ մյուսը փնտրում։ Ով կրում է ինքը որոշումը։ Չիգաչու։ Արսենը գտնում է առաջինը, իսկ դու թաքնվում ես։ Այս թաքնումալ չկա, որովհետև ես ունենց կերպար եմ դածել, որ դու չես կարող ինձ գտնել։ Հա, ամենակարևոր պայմանն է, թաքնվել չի կարելի։ Պետք է փոխարկվել։ Գնա կերպարը փոխվի, իսկ դու ում հաղթանակին ես հավատում։ Հենց հիմա գրի կոմենտներում։ Դե ինչ ընկերներ, հասունացավ այն պահը, որ ես արդեն պետք է գնամ, կերպարանա փոխվեմ ու Արսենը փորձի գտնի ինձ։ Ձեր կարծիքով ինքը կարա գտնի ինձ, թե չէ։ Հիմա ման են գալիս մոտակա սանհանգույցը, որպեսզի փոխվենք։ Մեր օպերատորին ուղարկենք Արսենի մոտ ու մենք նստենք սպասենք Արսենին։ Ես հուսամ, որ ձեզ այս վիդեոն շատ է դուր գալու։ Դրա համար ինչ ենք անում, բաժանորդագրվում եք մեր ալիքին ու անպայման դնում եք ձեր լայքերը։ Իսկ երբ որ մեր օպերատորը գնա, ինձ օգնություն է գալու։ Հոպ, կոպրոն։ Գիտեք, ես խեմ այս լուքը ընտրել, որովհետև Արսենը կյանքում չի մտածի, որ ես կամ շորիկ հագնեմ, կաբլուկ հագնեմ, շուբա հագնեմ ու գամ մոլ գալուց հաստատ չեմ ասում, որ կրում ունել հագնես ու շորիկ։ Իմ լուքը գնահատեք մեկից տես բալային համակարգով։ Գնանք տեղը որոշենք։ Ես այդտեղ նստեմ, նոր դու գնա, լավ։ Այս պապիկի կողքները կհանգրվանեմ։ Օպա, հաջող։ Ուրեմն Լիլիթը դիրքավորված է, ժամը 00:00, իսկ դա նշանակում է, որ մենք սկսում ենք մեր որսորդական որոնումները։ Մաքսիմալ քիչ ժամանակում գտնում ենք Լիլիթին ու դա իսկական հաղթանակ է, գիտես խի, որովհետև իմ կերպարն էս կերպարը, արա որ ինչքան է փորձի Լիլոն 10 աչքովն էլ չի կարա ժամանակը գնաց։ Ես արդեն նստել եմ ու սպասում եմ Արսենին։ Ինքը այսքան մարդկանց մեջից արդյոք տարբերելու է ինձ, թե չէ։ Մենք խաղում ենք մի հարգում, այսպես մաքրելով կարան գնանք ընկերս։ Մի հատ sense գնանք, մի հատ նենց գնանք, հետո նենց, հետո նենց։ Արի հեսա մաքրելով տես ինչ ենք անում։ Իսկ դու հենց հիմա իշտում ես կոմենտներում գրում ես քո կարծիքով, ինչքան ժամանակ կտելի Լիլիթին գտնելը։ Ինձ թվում է 12 րոպե ամենաշատը։ Էդ էլ նրա հաշվին, որ մեծամոլը պետք է այդ ամբողջ տեղերը ֆրանկ էլի։ Ու եկեք ֆիքսենք մի հատ բան։ Ժամը 6:24-ը։ Պահենք ժամանակ ու տանանք Արսենը քանի րոպե մա ինձ գտնելու։ Արի ստեղ մաքրենք։ Ֆուդկորտը ամենը ինձ թվում է բաժնի տեղն է։ Էսի մաքրում ենք տոշնի ալում։ Ուրի ճիշտ մորքո ես ո՞ս գտնեմ Լիլոյին մի վայրկյան, աչքերս 10, աչքերս 10, աչքերս 10։ Ուրա։ Հաջան, բայլուս, Լիլոյին տեսել ես։ Լիլիթին տեսել ես։ Չէ՞։ Լավ, աչքերս 10, աչքերս 10։ Արա ես վստահ եմ, միտե այսպես նստած այսպես նստած այս ֆորմի ձև կամ չգիտեմ պլաշը առել, պլաշը կախելա դեմը, յանի անտեսանելի է, բայց դա մենք գիտենք որ տեսանելի է, արի։ Դե ինչ, անցել է արդեն ուղիղ 5 րոպե ու Արսենի շողքը դաժե չի երևում։ Փոխանով եմ մի քիչ։ Հաջան, բարև, լավ ես։ Լիլիթին տեսել ես։ Որ Լիլիթին տենաս մի հատ բարձր գոռը Արսեն, օքեյ։ Ջան, հավոն շնկարվենք, հա։ Մի հատ վատ բան կա։ Ինձ ինքան երեխայ է ճանաչել արդեն։ Ու եթե այսքան երեխեք ճանաչել են, Արսենն էլ է ճանաչելու հաստատ։ Հայր ման են գալիս Լիլիթին շատ շտապ արդեն։ Իմ արև հաշիվս կորցեցի որտև եմ քայլել, որտև չէ։ Աղջիկը ինձ ձև կարա կերպարանա փոխվի, որ իրան չճանաչեն։ Օրինակ հագնի պալտո, նենց պալտո, որը ես չեմ տեսել։ Մոտի կերպար ստանա, տատիներն է արի ուշադրություն դարձրել։ Ես ամենաշարժոտ տեղն եմ ընտրել։ Այդ շարժոտ հուլանում է գնալով։ Ինքն տղոկ է։ Վախենում Արսենը մեջը լինի, չնայած Արսենը նենց գույնը շորը հագել։ Որ ես կարամ իրան շատ հեշտ տանբերեմ, ինքը ինձ օգնել է։ Գլուխս ֆռած ես ֆուդկորտից, արի լավ։ Դեք ինչ եմ որոշել անեմ, որոշել եմ զանգենք Արսենին ու ասենք, այդ կողքովս ասում ես ինչ չես տարբերում։
Դու ինձ ման ես գալիս։ Ես քեզ ման եմ գալի ու հեսա կգտնեմ։ Ինձ թվում է դու իմ կողքը պրոստը մի երկու անգամ անցար ու չտեսար ինձ։ Որը Լիլոն աշկս վախցրեց, ասում է, ես թվում է դու երկու անգամ կողմս անցել ես, չես տեսել։ Հիմա խափես թե չխափես։ Խափես։ Ეხում է։ Հա։ Դե արի լավ։ 5 րոպեից գտած են գնում։ Ու անցել է արդեն 8 րոպե, արա։ 5 րոպե 12 րոպեում պետք է ես գտնեի, չէ՞ իրան։ Ոյ քորը, ես ասես թաքնված աղջիկ ինքներ են, չէ։ Ստե չկա մարդ։ Ստեփի շորժը թույլանում է, մարդ չկա կարելի է ասել, անկեղծ եմ ասում, վախենում եմ պտտբան։ Որը գլուխս ֆռած, ապես ինչքան աղջիկա ես նայեցի, Լիլոն իմ աչքերի տեղը լներ կխանդեր, կբաժանվեր իզնից, այդքան աղջիկա եմ նայել ես այսօր հասկանում ես։ Ընկերս, ունեմ թույն նորություն այն բոլորի համար, ովքեր միշտ հետևում են իրենց տեսքին։ Անթերիսը այսօրվանից իրականացնում է մաշկի դիագնոստիկա, անմիջապես իմ սիրուն դեմքի խնամքից առաջ եւ հետո։ Տեխնոլոգիան լիովին անվտանգ է եւ չի առաջացնում ոչ ցավ, ոչ տհաճ զգացողություն մաշկին։ Բացի պատկերների վերլուծությունից, մաշկի թեստավորման հատուկ մատի ցուցիչով չափում ենք մաշկի տարբեր հատվածների խոնավությունը, յուղայնությունը եւ էլաստիկությունը։ Այսպիսով ստանում ենք մաշկի ամբողջական պատկեր, որը թույլ է տալիս կազմել անհատական խնամքի ծրագիր հենց քո մաշկի առանձնահատկություններին համապատասխան։ Հերթագրվելու համար ընդհանրապես զանգարիր ներքևում նշված հեռախոսահամարով ամրագրիր քո այցը եւ համեցիր Անթերիս։ Ես ասի Լիլոն արա, բայց вообще նման չէր ջոկիր, ես մտածեցի կա ու էս կարքի, այնա չէ Լիլոն չէր արի։ Մի վարքան սա խառին, այնտեղ ստուգել ենք, այն աչ կողմը ստուգել ենք, ըստե ստուգել ենք, մնաց այս կողմը արի։ Ուրթում ստեղեր, այնտեղից իր գլուխը տեսա, իրան տեսա, բայց էլ չեմ տենում, բայց սիրտս գիտեք ոնց է գցում։ Հա, մեկ էլ մենք իրավունք չունենք մտնենք խանութներ, որովհետև ավելի կբարձրանար մեր առաջադրանքը։ Սի մասին էլ եմ էլի մտածել ամենադեմից վիդեոյի։ Բաժանորդագրվի ալիքին հենց հիմա մենք շուտով հասնում ենք 500,000 բաժանորդ։ Խնդրում եմ բաժանորդագրվի։ Բան չի մնացել։ Մեր ալիքը ընկերներ արդեն հատել է 437,000 բաժանորդի սահմանը։ Դուք պատկասում եք դա ինչ թիվ է։ 437,000 բաժանորդագրվի ալիքին դարձիր մեր ընտանիքի մի անդամը եւ ներդրում կատարի մեր նպատակի կատարման մեջ։ Մենք զանգում ենք Արսենին ու ասում ենք՝ «Չարս, իրոք դու չես տենում ինձ»։ Վայ, այն Արսենը։ Հայր, հիշեցնում եմ, օրենքում կա կետ, խաղացողը, մասնակիցը չի կարա պահկվի։ Դա ամենակարևորն է։ Պետքա կերպարանափոխվի, բայց չպահկվի։ Այս ներսը սենց թաքնվել, տենց չի կարելի։ Արի։ Տեսա ես կգտնեմ, էլի։ Չէ լուրջ, ինքը կարար իմ կողքով անցնել ու ինձ չտենա։ Մի քիչ աբիտնի է, ինչ խոսք։ Վախենում եմ, բայց արդեն։ Ապա կգժվեմ հեսա ես։ Ալո։ Արս դու գիտես չէ՞ որ 15 րոպե անցել է արդեն։ Դե գիտեմ, հələ սպասի ման եմ գալիս։ Ու դու ինձ չես գտնում, ու դու քյոր ես արս ուղակի։ Երթվա որ դու ինձ տեսել ես։ Քեզ դեպիլի տեղաշտնում Ասում եմ երթվա որ դու ինձ տեսել ես։ Դե երթվի որ դու ինձ չես տեսել։ Երթվում եմ, ես քեզ չեմ տեսել։ Երթում եմ, դու իմ դեմով անցել ես։ Լավ, օքեյ, հաջող։ Հաջող։ Կարամ հանգիստ ասեմ ինքը ֆուտկորտում արի։ Արի մի կրուգել ենք, ֆռնում ու վсё։ Մարդ չի կարա այսքան անջատված լինի։ Պատկերացնում եք ես էլ իրան չգտնեմ։ Ուժս։ Հենց Լիլիթին գտնում ես, մի հատ գոռում ես բարձել։ Բայց քո տանեցիները գիտեն, որ դու իմ հետ գայս ես, դե վсё։ 17 րոպե 20 վայրկյան անցել է։ Ասա պիտի լաբիրինթում։ Լաբիրինթում, բայց լաբիրինթ մտնել չի կարելի։ Գտել։ Դոգել էր արա որ գայս։ Օպ, ստոպ ժամանակս։ 18 րոպե 39 վայրկյան Լիլի։ Ճիշտն է, երեխեքներն օգնեք քեզ որ դու Չէ, արա ես իմ աչքերը սկանարեց, ասացի հենա Լիլիթը։ Չասեցի անկեղծ։ 18 րոպե 38 վայրկյանում ես գտա Լիլիթին։ Բայց ես մի բան չհասկացա, ի՞նչն է փոխվել քո վրան, որ ես պետք է չճանաչի։ Ասեմ, դու ման ես գալիս պարիկով մարդ չէ։ Արա երթում եմ, հայեր ջան։
մի ժամ առաջ ասես մի հատ տար Վարշավից մոտ բան ունեմ վերցնել ու ասես մեծ տոպրակով եկալ։ Ես ասեցի տենց։ Բայց բայց կուրտքիներ։ Ովսյո։ Հա։ Արա ես ասեցի տենց մի հատ մեծ պարիկավ եկալ է բան, որը հասնում է մինչև ոտեր բան, որ չեմ կարա ճանաչեմ։ Տեղով անցար ու ես այդ կողմով էի գիտես չեն նստած։ Ոնց եմ ստեղով անցել։ Ստեղով ես չեմ անցել։ Ես ստեղով չեմ անցել։ Ես ցույց կտամ։ Տեսիչանով անցել եմ։ Մարդը սխալել է անջատված լինի։ 18 րոպե 38 վայրկյանում ես քեզ գտա Լիլիթ ջան։ Ված ցուցանիշ չի ասեմ ես քեզ, որովհետև երբ որ դու ինձ ման գաս, դու գտնելու ես տես մոտավորը մի ժամ 10 րոպե, մի ժամ 15 րոպե, այդպես թվերով։ Գնացինք։ Արնես վստահ ես աղջիկը իր աղթան, բայց չի պատկասում թե իր համար Արսենը ինչա պատրաստել ընկերս։ Եվ թվում է ինքին մտածածներից մեկն է արել 100%։ Որն ես մտածել, հələ ասասեմ։ Չես ասում։ Դեռ գնա ձևափոխվիր հետ, ես կեթեմ կձևափոխվեմ իմ ձևով արդեն հետաքրքիր ձևով։ Խաղարկություն ունենք։ Հիշում ես, որ խաղարկում ենք այս էլեկտրական ամենագնացը։ Ցանկանում ես դառնալ իր տերը։ Գիտես ինչ հեշտ է պայմանները։ Այս էլեկտրական ինքնագլորը խաղարկում ենք Radmir on-line-ի հետ միասին։ Համակարգիչների համար Radmir, իսկ հեռախոսների համար Hustle on-line։ Ինչ պետք է անել, որպեսզի ստանալ այն։ Նվեր։ Այս վիդեոյի նկարագրությունում կա լինք, որով մտնելով կարող ես ներբեռնել խաղը եւ գրանցվել։ Խաղը ներբեռնելուց հետո մուտք ես գործում 18-րդ սերվեր, որպեսզի խաղաս մեզ հետ միասին ու գրում ես պրոմոկոդների բաժնում Vizov Promon։ Vizov պրոմոկոդը խաղում քեզ տալիս է մեքենա, գումար, VIP բաժնորդագրություն 7-օրով։ Այդ ամենից հետո քո ակաունտը զարգացնում ես մինչև 5-րդ level եւ դառնում ես խաղարկության մասնակից։ Խաղարկությունը ամփոփվելու է արդեն 3 շաբաթ անց։ 1 շաբաթը արդեն խաղարկությունը սկսվել է։ Մնաց 3 շաբաթ։ Ուղիղ 3 շաբաթից մենք իմանանք թե ով է դառնում այս ինքնագլորի տերը եւ կտանենք ձեզ հետ միասին կհանձնենք ձեզանից ինչ-որ մեկին, ով որ հաղթի։ Խոստանում եմ, մեկը չի լինի։ Դրանից հետո էլի կխաղարկենք։ Ընկերս, ես ձևափոխվել եմ, ինչքան հնարավոր է, ինչքան կարայի, ինչքան տեղ կար, ինչքանով որ Լիլիթը չէր կարա պատկասնել, որ ես այս մարդն եմ, հասկանում ես միտքը։ Հիմա նայեք, ես դաժե հեռախոսս եմ փոխել, վերականգնել եմ իմ iPhone 7-ը, որը կպահեմ սենց, որ ես առաքիչ եմ։ Ալո, դա, անջմեջա, ինքս մի քիչ որ սևացնի, ավելի լավ կներ, բայց որ սևացնի մարդիկ կարող են ներսը վախենային, հասկանում ես։ Մեր այսօրվա ամենակարևոր առաջադրանքը գիտես որն է։ Նայստե։ Պետք է հասնել ապրանքը պարտվողին։ Այսինքն Լիլիթը 19 րոպեում հազիվ կգտնի ինձ, եթե իհարկե 19 րոպեում բախտվելի գտնի, ու կստանա նվեր չիպսոն։ Եթե ավելի շուտ գտնի, կստանա մի քիչ վատ խոսքեր ու դրանից հետո նոր չիպսոն չեմ տա։ Հասկանում եք, նոր ես ուրիշ շորերով մանեի գալիս ինչ-որ աղջկա, իսկ հիմա լրիվ ուրիշ շորերով գնում եմ եսի մոտ։ Հա, գնում ենք food court, ամենակարևորը, գնում ենք food court, որ ընդ լավ թաքնում ենք, որպես չճանաչեն։ Արի ինձ թվում է տարբերակ չկա, որ Լիլոն ինձ կճանաչի։ Հələ նայ, գյավնի առաքիչ եմ ախպեր։ Էլ ոչ ճանաչի։ Եթե իրենք չեն ճանաչում, ուրեմն level անցնում եմ։ Հայր ուր դե գնամ։ Էսի food court-ն է։ Food court մեր միտը պետքա տեղավորվենք, որ հանկարծ Լիլոն մեզ չգտնի, հասկանում ես։ Այսպես որ դիրքավորվեմ ինչ կլինի, այ։ Այսպես կճանաչի քո ջոգելով։ Հələ մի հատ հերվիսն այ կճանաչես։ Եթե այսպես մնամ, այսպես։ Ճանաչում ես։ Չէ, ընդհանրապես։ Բոթասն էսը չէ երևում, չէ։ Դե վсё, գնա Լիրոյի հետևից։ Շուտ արեք, ըստ շատ չմնամ։ Ոնց հասկանում եք, մեր վարքյանները արդեն գնում են։ Արի, իմ կարծիքով Արսենը հագել է ինչ որ մուլտերոսի շորտ, չէ՞, պրատաշ։ Գնում ենք այս կողմից, դուրս են գալի այն կողմից։ Տնաս ինքը շարժվելու է, ընթացքում թե չարի։ Երթում եմ, սկսեցի մի տեսակ լնել, որովհետեւ մարդիկ նայում են, ճանաչում են ու ասում են, այս մարդու գործը էս ինչ վատավոր ստե է։ Ինձ մտքով ամենաառաջինը որ անցնում է, որ կանանք գնանք, այդ զվարճանքի տեղն է։ Որա վախենում եմ, ես կրվեմ։ Բայց երթում եմ նենց շոկ է, հայր ջան։ Իմ ու ձեր արև շատ շոկ է։ Եթե խաղերի տեղ ինքը կարա մտնի, այսինքն կարա նստի նաև կարուսելները, չէ՞։ Չի կարա։ Լուրջ ես ասում։ Չեմ, ստեղ չէր։ Օխ, կներեք, որ ձեր հետ չեմ թեքվում նոր խոսամ,
որովհետև ես կամ Արսենին ամեն վարքեն աչքեստակից բաց թողեմ, չէ՞։ Արա վախում եմ հայեր, որ շուտ գտնի կամ չեմ, անկեղծ եմ ասում։ Ես վստահ եմ, որ ինքը մի բան մտածել է, չստեղ չի Արսենը։ Հարցը այն է, որ ես այն հետևից հետ ենեմ ճանաչելու եմ, հաստատ։ Հենա Լիլոն տեսա, ֆուդկորտում ման է գալիս։ Իմ արը ֆուդկորտում ման է գալիս, տեսա։ Երթում եմ ֆուդկորտում արա։ Պատկերացնում ես ինքը լինի նույն տեղը, որտեղ որ ես էի։ Մամ Լիլոին կորցեցի տեսա դաշտից, բայց ձև չկա, այսի քողարկված ենք, էլի։ Նկարահանում ա։ Մենք մեր մոտ ցածր է լսվում ձայնը։ Եկեք զանգենք իրան, տենանք իր մոտ բարձր է լսվում, թե չէ։ Շատ լավ է, հետաքրքիր է։ Իսկ դու գտնում ես ինձ։ Ես ման եմ գալիս քեզ, հա։ Շատ լավ։ Այսը գիտեք չի ասացի, իսկ դու գտնում ես ինձ, որ Յանի ինքը ինձ չի տեսել, էլի, եթե ինքը ինձ չի տեսել, ես էլ իրան չեմ տեսել, ուրեմն հեռու պետք է գնա։ Դեք Արսենից ինչ եմ հավատում, որ ինքը կլինի այս սոնածառի վերևը, գագաթին։ Ինքը այդպես տարօրինակ է։ Լավ եք։ Հիմա առաքիչ եմ։ Հա, նայեք, հիմա Լիլոն ինձ է ման գալիս։ Ես իրան տեսել եմ։ Որ Լիլոին տենակ, նայեք ինչ եմ ասում, որ Լիլոին տենակ, կասեք Արսենին տեսել եմ, այն կողմներ, այն թարս կողմ ասեք, օքեյ։ Դուշ։ Նույն տեղը որտեղից որ սկսել էինք։ Արի հելը։ Դուրեն մարդինս կասկածելի է իմ համար, հեսա ցույց կտամ որ այն։ Բայց Արսենը բոյև է։ Չէր կարա բոյը թաքցներ։ Արև կյանք, լավ ես։ Հա? Դու վիդեոում ես։ Օպրես։ Հենց Լիլոին տենաս, կասես որ ես այն կողմերն եմ, օքեյ։ Լերու եմ, ըստե չասես։ Լիլիթ, մենք Արսենին տեսել ենք։ Հա, որտեղ։ Այս կողմով որ գնում ենք, աչենք, ձախենք ենք։ Ապրեք դուք, ապրեք, ինձ օգնել եք լիքը։ Բայ, ապրեք։ Պակա։ Գնացինք, բայց կողը խափեցին երեխեքը, թե չէ։ Ասեն ասել որ այդպես կամ ասեն։ Ես ունեմ մտածում։ Արա երեխեքի հետևից գնաս։ Արի։ Այն երեխեքի եկան, որ ասեց հենց Լիլիթին տենակ, ասեք որ Արսենը թարս հողում է։ Երևի տեսել եմ։ Բայց իրենք մտնում են ֆուդկորտ։ Ո՞ց է դա։ Ասել եք։ Ուրիշ ճանապարհ։ Այս աղտանակ է։ Այդ երեխեքը կորացին տեսադաշտից։ Արա այդ դամբոլիկը նստած հաց հատում, սոված էր։ Բա Լիլո ջան։ Հաստատ նստած հաց։ Եվա Լիլոն պատկասում եք, հա, տեսակ մեր բաժանորդներ օգտեցին։ Ահա։ Երեխեքը եթե իմացա որ խափում էին ինձ, կհիասթափվեմ։ Հենա։ Ոյ քորա։ Քորա տեսա։ Քորա։ Արա շատ ուրախաց է։ Շատ ուրախաց։ Խափեցիք էլ ինձ։ Խափեցին երեխեքը։ Արա ես ոչ ժոգ ես որ խափին։ Արա, Բայց ոչ ժոգ էր, չէ իսկականից։ անկեղծ ես ստեղով մի անգամ արդեն պատտվել եմ։ Ու չես տեսել։ Չէ։ Բա ոնց հիմա ջոգիր եկած թե արա։ Երեխեքի հետևից եմ եկել։ Լավ, ապրեք կրել ենք հաշվեք, հա։ Ա, մի րոպե, ստոպ, պակա։ 10 րոպե, 38 վայր։ Քեզ եկել, բայց քեզ հետևնից եկել։ Բայց քեզ Որովհետև դու կարայիր մեզ խափած լինեիր։ Հա, բայց ոնց ջոգեցի, որ այս անգամ հենց ինքը խափում է։ Զգացի։ Արա ստե մի բան կա, կարող է երեխեքը եկել ճիշտ ասել են։ Թե քո արավ։ Արա ես ոնց պալի տեղը։ Նեղվեցի, որ երեխեքին խափեցին, բայց դա Արսենն էր խնդրել իրանց։ Բայց ես ասեցի կաշխատի, արա։ Իրանք եկան ասեցին Լիլիթին տեսել ենք, ասել ենք, ասեցի վсё, հիմա Լիլոն սենց է։ Ու տեսեք մեր բաժորտերն մեզ ոնց օգնեցին։ Հասկացա, տեսա ոնց այսպես արշիտակույցս հենա ասեցի։ Okay, հա, դու հաղթանակ ես։ Ապավել, սպասի դու նվեր ունես։ Առաքում։ 3, 2, 1։ 50։ Այս քոնն է Լիլի ջան։ 50 ես առակի։ Դու քանի որ գտար 18 րոպե շուրջ ժամանակում, այս չիպսոնները քոնն են։ Դե ինչ այսքանով ես թվում է կարող ենք ավարտել Լիլիթը թողվայլի իր հաղթանակը։ Ես գնամ ավելի լավ պատրաստում, որովհետև եթե դուք հավաքեք 15000 լեկ այս վիդեոյի տակ, կլինի երկրորդ մասը։